Ռուս-հայկական հարաբերությունները պետք է պահպանվեն և չտուժեն Հայաստանի ներքաղաքական գործընթացներից։ Այս մասին Կրեմլում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացները թափ են հավաքում և շուտով ընտրություններ են։ Շատ կարևոր է, որպեսզի այդ գործընթացները որքան էլ սրվեն, որևէ կերպ չվնասեն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին։ Մեր հարաբերությունները առանձնահատուկ են, ձևավորել են դարերի ընթացքում։ Մեզ միավորում են ընդհանուր պատմությունն ու քաղաքակրթական ընդհանրությունը։ Ինչ էլ տեղի ունենա, մենք Ռուսաստանում միշտ առաջնորդվելու ենք նրանով, թե ինչն է ձեռնտու հենց հայ ժողովրդին։ Պուտինը նշել է, որ տնտեսական գործակցությունը շարունակում է զարգանալ, ներկայացնելով առևտրաշրջանառության ցուցանիշները և ընդգծելով գյուղատնտեսական արտադրանքի կարևոր դերը։ Նա նաև անդրադարձել է էներգետիկ ոլորտին, նշելով, որ գազի գինը եվրոպական շուկայի համեմատ ավելի մատչելի է։ 2025 թվականին առևտրաշրջանառությունը կազմել է 6.4 միլիարդ դոլար և այդ ծավալի մեջ 1.2 միլիարդ դոլարը գյուղատնտեսական արտադրանք է։ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 177.5 դոլարով, մինչդեռ Եվրոպայում այդ գինն անցնում է 600 դոլարը։ Վերջին տարիներին Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է շուրջ 10 անգամ։ Ռուսաստանի Դաշնության նախագահը խոսել է նաև Հայաստանի եվրոպական ուղղության մասին, նշելով, որ Եվրամիության և ԵԱՏՄ անդամակցությունը համատեղելի չեն տնտեսական պատճառներով։ Նա նաև անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, նշելով, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում նկատվում է կայունացման միտում և անհրաժեշտ է շարունակել այդ գործընթացը, չդարձնելով այն ներքաղաքական պայքարի մաս։ Այսօր հարաբերությունները հասել են կայունացման որոշակի մակարդակի, տրանսպորտային ուղիներն ապաշրջափակվում են և պետք է փնտրել հետագա ամրապնդման ուղիները։ Կարևոր է, որ այս հարցերը չդառնան ներքաղաքական պայքարի մաս։ Մենք նաև կցանկանայինք, որ քաղաքական գործընթացներին մասնակցեն բոլոր ուժերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար շարունակում են մնալ առանցքային և զարգանում են նոր պայմաններում։ Նրա խոսքով տարածաշրջանում հաստատված խաղաղությունը հնարավորություն է տվել վերականգնել երկաթուղային կապը Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով, ինչը երկար տարիներ հնարավոր չէր իրականացնել։ Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները շատ խորն են և կարևոր։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դրականորեն է անդրադառնում նաև այդ հարաբերությունների վրա։ Մեր անկախության սկզբից ի վեր առաջին անգամ մենք ունենք երկաթուղային կապ Ռուսաստանի հետ և արդեն ներմուծում ենք իրականացնում այդ ճանապարհով։ Սա ամրապնդում է մեր տնտեսական կապերը։ Փաշինյանն անդրադարձել է նաև Եվրամիության և ԵԱՏՄ ուղղություններով տարվող քաղաքականությանը, նշելով, որ այս փուլում հնարավոր է համատեղել օրակարգերը, իսկ անհրաժեշտության դեպքում որոշումը կընդունվի Հայաստանի քաղաքացիների կողմից։ Նա նաև խոսել է էներգետիկ գործակցության մասին, ընդգծելով, որ քննարկվում է նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցը և զարգացվում են նոր տեխնոլոգիաները։ Մենք գիտենք, որ երկու միավորումների անդամակցությունը սկզբունքորեն համատեղելի չէ, բայց այս պահին մեր օրակարգերը համատեղելի են։ Քանի դեռ այդ հնարավորությունը կա, մենք կշարունակենք աշխատել այդ ձևաչափով։ Երբ անհրաժեշտ լինի որոշում ընդունել, դա կանեն Հայաստանի քաղաքացիները։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չեն եղել և չեն լինի կասկածի տակ։ Վարչապետը խոսել է նաև Արցախի հարցի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին, վերահաստատելով, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և բացահայտ ներկայացրել իր դիրքորոշումը։ Նա կրկնել է, որ ՀԱՊԿ-ի հետ խնդիրները կապված են 2022 թվականի իրադարձությունների հետ, երբ իր գնահատմամբ կազմակերպության մեխանիզմները չեն գործարկվել։ Մենք հայտարարել ենք, որ չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանի որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, մենք չենք թաքցրել մեր խնդիրները, որովհետև 2022 թվականին մեր կարծիքով մեխանիզմները պետք է գործարկվեին, բայց չգործարկվեցին։ Մենք մինչ օրս չենք կարողացել մեր քաղաքացիներին բացատրել, ինչու այդպես եղավ։ Փաշինյանը նաև ընդգծել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել միայն բացառապես Հայաստանի անձնագիր ունեցող քաղաքացիները, հավելելով, որ սա սահմանադրական պահանջ է և չի վերաբերում քաղաքական սահմանափակումներին։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։